Մոսկվայի հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին այսօր մարդաշատ էր։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Մոսկվայի հայ համայնքը մասնակցեց պատարագի, որը մատուցվեց հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի ձեռամբ։ Նա իր խոսքում անդրադարձավ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, հայտարարեց մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք հասցված համայնքների ու հավատացյալների հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է հավատալին իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը հիշատակեց նաև կալանավորված հոգևորականներին, ինչպես նաև գերեվարված անձանց։ Բարձրալի աչքի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ աստվածային ներկայությամբ զարդարի հավատավոր բարի գործերով։ Պատարագին հաջորդեց ջրօրհնեքը, այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը։ Պատարագիչը Սուրբ Մյուրոն կաթեցրեց ջրի մեջ եւ օրհնեց այն։ Ավանդության համաձայն ժողովուրդն այդ ջրից տուն է տանում որպես բուժիչ տեղ հիվանդների համար։ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը շատ կարճ մեկնաբանեց ազգային անվտանգության ծառայության գաղտնազերծած փաստաթղթին առնչվող գալայի հարցադրմանը, ասաց այն կեղծ է։ Կեղծ է թե իրական։ Հիշեցնենք, որ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի համաձայն ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ Գալայի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հարցադրում են, ինչ իրավունքով են իշխանությունները միջամտում եկեղեցու գործերին։ Ես չգիտեմ ով է դրան այդպես ստիպում։ Թուրքերը, թե Ամերիկան, թե այդ շատ վատ բան է եւ դա իր գլխի վրա կընկնի այդ բոլորը։ Եթե մենք չենք հավատում Աստծուն ու թույլ ենք տալիս այդպիսի բաներ, ուրեմն մենք հայ չենք։ Ինչու է արվում։ Ինչու է արվում։ Ուզում են ջախջախեն մեզ որպես մարդկանց, որպես հայ ժողովուրդ։ Մենք պետք է պինդ լինենք եւ տոկուն եւ Աստծուն հավատանք եւ մեր առաքելական եկեղեցին։ Եթե մենք թուրք Նիկոլ ունենք եւ թուրքամետ մարդիկ մեզ մոտ, ապա սա է կատարվում։ Չգիտեմ հանն չի։ Հանն իրանց իշխանության ոչ բան։ Ինչ որ կապված է Փաշինյանի անվան հետ խայտարակությունը։ Ուրիշ ոչ բան չեմ կարող։ Դա հայ ազգին վայել բան չի։ Իրավունք չունեն, դա ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնեն։ Նախկինում ամեն ինչն է ժողովրդի կարծիքը հաշվի առնում պարոն Փաշինյանը, բայց հիմա մոռացել է, որ ինքը ժողովրդի ընտրյալն է։ Ինչ որ տեղ է ունենում մեզ համար շատ անընդունելի երևույթ է։ Կուսակցությունը ո՞րն է, թող առաջի հերթին վարչապետը իր ընտանիքի իր բարքերի մասին մտածի նոր։ Хотят просто произвести раскол среди армянского народа, армянской нашей веры. Поэтому мы должны поддерживать нашу церковь. Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու բակում տեղադրված էր վրան, որտեղ ընթանում էր ստորագրահավաքի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի։